Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այն ժամանակ 85 միլիարդ քաղաքից չէր հավաքագրվում։ Այն ժամանակ այդքան գումար չէր հավաքագրվում, ընդդուք մենք դրա հաշվարկ էինք արել, որ ժողովրդի մի բաներ պետությունը այն ժամանակ ավելի գումար էր տալիս, քան թե այստեղից ստանում էին։ Հիմա քանի որ երկիրը շենացել է ու դրա գլուխգործոցը ձեր խոնարհ ծառան է եղել, որ այսքան փոքր եւ միջին բիզնեսը խտանել այս քաղաքում, այսքան որ բան է ստեղծվել, ինչ որ տեսնում եք իմոլոգ է կառուցվել, այդտեղ արդեն երբ որ հաշվարկ են կարել Հրանտ Բագրատյանի հետ, շատ խելացի, ինքը լուրջ տնտեսագետ է, լուրջ մասնագետ է եւ ցավում եմ, որ այդ մարդու խելքը չեն օգտագործել նախկին եւ ներկայիս ուրեմն ղեկավարները, ցավում եմ դրա համար, իր հետ որ մենք քննարկել ենք, ինքը շատ լավ ուրեմն այդպես խումբ էր ստեղծել եւ դրա համար ինքը ներկայացրեց, մենք է զգացենք, որ որոշակի ես էլ հասկանում եմ տեղական ինքնակառավարումից եւ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-186 հոդվածների տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածի մաս հանումը Գյումրի քաղաքի պետք է լինի 27-ից 30 միլիարդ դրամ։ Ողջ ընտրությունների ընթացքում երեք գծի հետև եք ասում, գծի տակ եք ասում, մի խոսքով գծի հետևի անոն ասածը, գծի հետևի անոն, ուղղորդում է, չգիտեմ, լրագրողների վրա է հարձակվել եւ այլն, բա դուք ձեր լծակներով չկարողացաք չեզոքացնել անոնը։ Դուք եք մեղավոր, հիմա որ մենք մի քայլ անենք, դուք ասեք, օ, քաղաքապետը սկսեց, Վարդան Ղուկասյանը չգիտեմ ինչ արեց, բան արեց, մենք թեկուզ կողքից այսպես մեկի կողքից որ անցնենք, վայ, քամին գցեց վար, ինքը հաս բռնեց, քոտեշ ընկավ կամ բան, այդ սաղ դուք եք սարքեն, քոտեշ հիվանդություն չգիտես, այն ինչ որ շիրակցի չեղնից նարեք, զով։ Մենք չենք ասում, որ գնայիք բռնեիք, ինչու դուք չեք վերահասկում։ Ինչ վերահասկեմ, համապատասխան կառույցներ կա, իրենք պետք է վերահասկեն, խոմ քաղաքապետը կամ թեկնածուն կարող է բոլորին վերահասկի, իրանք պետք է վերահասկեն, իրանք պետք է լրագրողներն է պետք է ճշմարտությունը ցույց տան, մինչև վեր ճշմարտության կողքին կանգնեն։ Ինչ անենք, որ այդ անոնների մասին եք խոսում, բայց այս պահի դրությամբ, եթե ընդդիմությունը այս անգամ էլ մսխի եւ վերջնական միասնական հաղթանակ չգրանցեք Գյումրիում եւ առասարակ Հայաստանում, ընդդիմությանը կներեն թե չէ, մեկ էլ որ ասում եք վերադասը փորձեցին խառնել եւ այլն, այդ վերադասը ում նկատի ունեք եւ եթե փորձել են խառնել, ապա հիմա ինչու դա չպիտի անեն։ Իսկ ով է ասում, որ հիմա չեն անում, իսկ հիմա ով է ասում, որ չեն անում։ Եվ եթե այդպես էր, գիտեի պատկերն եք ունենալու, գուցե մի փոքր համեստ հայտարարություններ անեք քարոզարշավի ընթացքում։ Գիտեք ինչ, մի բան ասեմ ձեզ, համեստ հայտարարություններ անելն ու չանելը դա արդեն քո գործը չի։ Ես գիտեմ, թե ինչ եմ արել, ու եթե որևիցե մեկը ինձ ասի, թե մի հատ նստենք դեմ իրար հետ խոսենք ու ասենք, թե գիտեք, ինչի համար եք այս հարցը, այս բանը արել, ես այնքան բան ունեմ ասելու։ Ուրեմն էլի ինձանից ոչ մի բան դուրս չի եկել, դուրս է եկել նմանատիպ մարդկանցից եւ եթե ճիշտ մարդկանցով էլ հավաքվենք նստենք մեծ ու պզդիկ հասկացողությամբ, ես ասելու շատ բան ունեմ իրենց նկատմամբ, դա մեկ, այսինքն ես կյանքում իմ հարաբերությունները երբեք չհավատակ, որ ես հանգարցակի գլուխս կախած ման կալած լինեմ, որովհետեւ ես միշտ ճշմարտության ջատագովն եմ, թեկուզ այդ ճշմարտությունը ինձ ուրեմն վնասում է, բայց ես ճշմարտությունից հեռու չեմ փախնում, հասկանալի է։ Եվ դրա համար իմ ապրելակերպը այդպեսին է եղել, դա մեկ։ Երկրորդ հեշտին այդ մյուսը որն էր, ինչ ասեցիր։ Ժողովուրդը միանշանակ չի ներելու ընդդիմությանը, նամանավանդ գյումրեցիները, ով ուզում է սեղի, ինչքան հարկանք ունենաս քաղաքի մեջ, ով քեզանից ինչ ուզում ես արած եղի, եթե հանգարց այս պահին ժողովրդի ձայները, ժողովրդի հույսը խապեցիր, ինչ որ մի այլ տեսակետով ուզեցար ֆռցնել, սպես բաներ, միանշանակ չի լինի։ Ժողովուրդը կոնկրետնի, այդպես ասեմ, կոնկրետնի լավ բառ է, քո գնահատականը տալու է։ Հասկանալի է։ Всё։